Պարոն Հարությունյան, ինչպես տեսնում ենք, իշխանության ներկայացուցիչները չեն եկել եռաբլուր, Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատարագին գնալ։ Ինչու ընդհանրապես իշխանության ներկայացուցիչները այլևս չեն գալիս եռաբլուր նոյեմբերի 9-ին։ Ողբերգություն են, ամոթը, որ բերել են իրենք մեր երկրին, են հազարավոր ընտանիքներին, կան ինչ անեն։ Իրենք գիտեք ինչ, մեր ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այն ինչ իրենք այդ ցավը, կորուստները, 30 տարվա զրկանքները, որ մենք կրել ենք ու իրենք այսպես մի ստորագրությամբ առ-ոչինչ են դարձրել, նույնիսկ չեն էլ մտածում, որ կարելի է գալ եռաբլուր։ Հեռու եմ այն մտքից, որ ամոթից ելնելով չեն գալիս, ինչ որ պատճառ են բռնել, կեղծ պատարագի են գնում, հետևաբար չեն էլ գալու, կամ էլ պետք է գան, չգիտեմ, այնպիսի ժամին, փակելով ամբողջ եռաբլուրը, ինչպես տեսել ենք տարբեր ժամանակներում, ինչ որ ցույց տալու համար, որ հա դե մենք էլ եկանք ինչ որ այսինքն գիտեք ինչ այնքան դժվար է դրա բացատրությունը գտնելը ես հիմա մի քանի պատճառ բերեցի բայց այս մարդիկ այս իշխանությունները որևէ բարոյական պատասխանատվության նշույլ իրանց մեջ չեն կրում իրենց համար ինչ ա եղել է զոհվել են ինչ անենք հիմա ցավը անցան գնան առաջ այդպես չի Մենք տեսնում ենք Ադրբեջանում հակառակը, հա, նշում են հաղթանակը, թեև ասում էին խաղաղություն է, տեսնում ենք Ալիևի հայտարարությունները, որ փաստորեն Սևանալից չի, ուրիշ անուն են, կեղծ անուն են նշում, իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարանալ Ալիևի տեղը։ Սա է խաղաղությունը։ Գիտեք ինչ, գաղտնիք չի, որ մոտ 7 ամսից երկրում տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրություններ, իշխանությունը վերարտադրվելու խնդիր ունի, հետևաբար իրանք պետք է այդ ամեն ինչ անեն, հասարակությանը մոլորեցնելու համար, ասեն, որ խաղաղության դարաշրջան ենք մտնում, Ադրբեջանով ծորեն ենք բերում, ճանապարհները կբացվեն, այս կլինի, այսինքն ինչ-որ հույսեր, սպասումներ են առաջացնում հասարակության մոտ, այն պարզ հաշվարկով, որպեսզի կարողանան ընտրություններին ձայն տանել։ Տեսեք, դեռևս ընտրություններին կրկնում եմ 7 ամիս կա, արդեն Նիկոլ Փաշինյանն է ասում է, ուզում եք այդ խաղաղությունը վերջնականապես հաստատվի, պետք է գաք մեզ ձայն տակ։ Ինչպես ասում էր նախորդ ընտրություններից առաջ, որ ասում էր, եթե ուզում եք, որ էլի խաղաղություն լինի, Շուշին փորձենք բանակցությունների միջոցով հետ բերենք Արցախի եղած հատվածը, որ մեր հայկական էր, մեր տիրապետության տակ էր։ Ուրեմն դա պահպանենք, եկեք մեզ ձայն տվեք։ Ձայնը ստացան, հետո գնացին ասին ինչ Արցախ, ինչ Շուշի, դրանք վաղուց ադրբեջանական հողեր էին, մենք դա տալիս ենք, որպեսզի խաղաղություն հաստատենք։ Ու այդ խաղաղությունը մինչև հիմա չկա։ Այդ խաղաղությունը չկա, որովհետև Ջերմուկում ու որոշ Հայաստանի Հանրապետության որոշ այլ հատվածներում շարունակում են ադրբեջանական զորքերը մնալ Հայաստանի ուրեմն սահմաններն էլ բնականաբար օկուպացված են։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչ զարգացման մասին է խոսքը։ Չկա նման բան։ Դրանք կեղծ խոսույթ են, մի բարձ նպատակով ընտրություններ ստանալ ձայնել։ Տեսեք, հիմա վաղարշաբաթում մեկ շաբաթ հետո տեղի ունենալու ուրեմն համայնքային ընտրություններ։ Նայում ես 7 տարի ԿՊ-ն ուրեմն այնտեղ վաղարշաբաթում զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը 7 տարի այնպես են իրենք խոսում կարծես 3 են վերցել համայնքը դարձել համայնքային իշխանություններ ու էլ այդ նույն սպասումներ այ տեսեք մի երկու հատ մանկապարտեզ են ուրեմն կառուցեց 7 տարվա մեջ ասում են այ տեսեք մենք այդ բանը գալու են կառուցելու ենք ամբողջ ասֆալտ են կանելու չգիտեմ ինչեր են կանելու Այստեղ նույնպես մենք գործ ունենք հասարակության մոտ այդ կեղծ սպասումները առաջացնելը, որպեսզի ձայն ստանան։ Ուրիշ նպատակ այս իշխանությունը չունի։ Մեր ժողովուրդը բնականաբար ուզում է խաղաղ ապրել, յուրաքանչյուրս ենք ուզում։ Առավել եւս մենք ենք ուզում այն մարդիկ, ովքեր պատերազմին իրենց մասնակցություն են ունեցել։ Բայց խափել, ասել, չգիտեմ, հեսա բացվելու է ամեն ինչ լավ է լինելու, երկիրը բաժակաճառերով չեն ղեկավարում, բայց այս մարդիկ դրա փորձը ունեն ու մենք այդ ամեն ինչ անելու ենք, որպեսզի սրանց հեռացնենք իշխանությունից։ Ձեզ եմ շնորհակալ։